Արմեն Կարապետյան, պատմաբան, պատմականությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատ։ Այս թեմայով ես նույնպես զբաղվել եմ և գրել եմ հոդվածներ տարբեր ժամանակներում, և այս թեման ինձ մտահոգող ամենակարևոր թեման է, ինչ որ այս ֆիլմը ցույց տվեց, ինչ որ այս ֆիլմով մենք տեսանք, իմ հոգում ևս ամբարված էր դա, և շնորհակալ եմ ֆիլմի ստեղծողներից, շատ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել, երախտագիտությունս հայտնել ֆիլմի հեղինակներին, որ բարձրաձայնեցին պատմականային ճշմարտությունը, որը թաքցվում է ժողովրդից, թաքցվում է հանրությունից, իսկ դա պիտի ասվի, դա երբ էլ անցնի, ինչքան ժամանակ էլ անցնի, պետք է ասվի, արդեն 100 տարի շարունակ այս ճշմարտությունը թաքցվում են ժողովրդից, և Անդրանիկի կերպարը մեր սերունդների հիշողության մեջ ներկայացվում է աղճատված կերպով, սխալ կերպով, ոչ ճիշտ կերպով, և ահա այս ֆիլմի ծնունդը, որ տեղի ունեցավ, որ արդեն հանրությունը շփվում է այս ֆիլմի միջոցով Անդրանիկի կերպարի հետ, սա հույսեր է փայփայում, որ առաջիկայում մեր սերունդները պիտի ճշմարիտ կերպարը ընկալեն Անդրանիկի, ճշմարիտ կերպարը, այնպես ինչպիսին որ եղել է Զորավարի իր գործունեության ընթացքում, և ընդհանրապես Զորավարին չընկալեն որպես մի ֆիդայու կամ թեկուզ մի զորահրամանատարի, Անդրանիկը ծնվել էր որպես առաջնորդ, նա երկիր, ժողովուրդ առաջնորդող անհատ էր, ահա այս ճշմարտությունից պետք է ելնել Անդրանիկի կյանքի և գործունեության մնացած էջերը լուսաբանելու համար, ես այդպես եմ գտնում, և այդ ֆիլմը նույնպես հենց այս դիտակետից է ընկալել Անդրանիկի կերպարը, շնորհակալություն ֆիլմի հեղինակներին կրկին ու կրկին։